Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ինչ եք ձեռնարկել հայ երիների իրավունքները պաշտպանելու համար, Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Մշակութային ժառանգության հերթական ոչնչացումը Արցախում, այս անգամ ադրբեջանական վանդալների թիրախում Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարն է։ Վիճաբանություններ, կռիվներ և ծեծկռտուքներ, վերջին շրջանում հանրային տրանսպորտում արտակարգ դեպքերը ավելացել են, ինչ մանրամասներ կան երեկվա դանակահարությունից։ Խցանումներ, փակ ճանապարհներ և հարյուրավոր քաղաքացիներ ճանապարհին, ինչ է կատարվում քաղաքում։ Թեհրանը պայմաններ է առաջ քաշում, Վաշինգտոնը պատրաստվում է բանակցություններին, կհաջողվի կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Ուղերձ Բաքվի բանտից։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Նա հայտնում է, որ հանդիպել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ և բարձրացրել հայ գերիների պահպան պայմաններին վերաբերող մի շարք հարցեր։ Վարդանյանը պատմել է, որ զրույցի ընթացքում Ալիևան նշել է, որ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է մեր հայրենակիցների ընտանիքի անդամների Բաքու այցելելու հնարավորությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա կազմակերպմանը, սակայն մինչ այժմ այդ նախաձեռնությունը չի իրականացվել։ Վարդանյանը իր ուղերձում նաև մի շարք հարցեր է ուղղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ակնկալելով հստակ քայլեր և պատասխաններ։ Իմ կինը Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական, ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջեւ։ Այս առումով խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին։ Արդյոք քննարկվելու է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքներ Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ձեր ղեկավարած հաստատությունն ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Արցախում շարունակվում է նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ահազանգ է հնչեցրել, որ ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Ավանեսովի խոսքով սա նպատակային քաղաքականություն է Արցախում հայկական հետքերը վերացնելու համար։ Նշեմ, որ եկեղեցին հիմնադրվել էր 2006 թվականին Գարեգին II կաթողիկոսի կողմից և կարճ ժամանակում դարձել էր Ստեփանակերտի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը։ Տաճարի ավերումը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին եւս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով եւ կառուցվածքով ընդգծում էր իր նշանակությունը 35 մետր բարձրություն, զանգակատունը 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր քանդելու եկեղեցին։ Ադրբեջանցի վանդալները շաբաթներ առաջ քանդել էին նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Անդիլյանը գրել է, որ տեղի ունեցածը խորապես մտահոգիչ է։ Նրա խոսքով մշակութային և հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք և պետք է ստանա հստակ գնահատական ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։
Մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարտկային արժեքներն ու պատմական հիշողությունները չջնջելու արդարացի պահանջ։ Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը, շահարկել որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ։ Հակառակը, նաեւ հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի եւ պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական եւ կայուն խաղաղության հիմքում։ Մինչ Արցախում շարունակում են վերացնել հայկական հետքերը, պաշտոնական Երևանն ու Բաքուն խոսում են այսպես կոչված Բաղձալի խաղաղության եւ հակամարտության ավարտի մասին։ Նիկոլ Փաշինյանը երեկ պատմել է, թե ինչ գործարք է առաջարկել Բաքվին, որի մասին առաջին անգամ խոսել է դեռ 2024 թվականին։ Առաջարկը ըստ նրա հետևյալն է՝ փակել հակամարտության էջը եւ ինչպես ինքն է ձևակերպում, հանգիստ թողնել միմյանց։ Եվ Ադրբեջանը ընդունում են, որ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար բազային սկզբունքը Ալմատայի հռչակագիրն է, որն իր հերթին նշանակում է, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ, այսինքն այսօրվա Հայաստանի եւ այսօրվա Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ մինչ Փաշինյանը խոսում է հակամարտության էջը փակելու մասին, Իլհամ Ալիևը այն ներկայացնում է արդեն փակված, ընդ որում իր նախաձեռնությամբ եւ իր պայմաններով։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ։ Ադրբեջանն իրականացնում է եզակի եւ լայնածավալ վերականգնման ծրագիր ազատագրված տարածքներում, ավելի քան 80,000 մարդ է վերադարձել։ Իդեպ Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի վառելիքի հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների խոսքը դիզելային վառելիքով բեռնված 16 վագոնի մասին է։ Իսկ վաղը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի Հունաստանում անցկացվող Դելֆի տնտեսական ֆորումին։ Ֆորումի շրջանակում Գրիգորյանը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևին։ Հենց այդ հարթակում կողմերը կքննարկեն տարածաշրջանում առկա հակամարտություններն ու անվտանգային վիճակը։ Իսկ երեկ Երևանի երթևեկությունը կաթվածահար էր։ Մեր հետևորդներն ուղարկել են տեսանյութեր, որտեղ հստակ երևում է մայրաքաղաքի պարալիզացված վիճակը։ Դիտենք տեսանյութերը։ Հատկապես ծանր էր վիճակը Իսակովի պողոտայում, մարդիկ ստիպված էին ավտոբուսներից իջնել եւ ճանապարհը շարունակել ոտքով։ Սակայն խցանումների պատճառը միայն ճանապարհաշինարարական աշխատանքները չեն։ Վերջին օրերին իրավիճակը բարդացել է նաև եղանակի պատճառով։ Հեղեղումների վտանգով պայմանավորված նույնիսկ փրկարար ծառայությունն է անցել ուժեղացված ծառայության։
Սակայն այս իրավիճակին երեք քաղաքապետարանում գրեթե չեն անդրադարձել։ Փոխարենը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրային տրանսպորտի եկամուտների աճը։ Պարզվում է, վերջին 2 շաբաթում նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ հանրային տրանսպորտից հավաքագրվել է լրացուցիչ 235 միլիոն դրամ։ Որ կանել, որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթվա ընթացքում, հարգելի գործընկերներ, ուզում եմ այս թվերը բոլորս միասին արձանագրենք եւ բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը եւ նորից կրկնեմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաեւ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաեւ կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, որ են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Վերջին շրջանում հանրային տրանսպորտում նաև ավելացել են միջադեպերը։ 3 ուշ երեկոյան դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Դեպքը տեղի ունեցել Հալաբյան փողոցում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց։ Ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնել են, որ վարորդին դանակահարած անձը եղել է ոչ սթափ վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների վեճ է ծագել ուղևորի եւ վարորդի միջև, որի ընթացքում ուղևորը դանակով հարվածել է վարորդին։ Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Թեհրանը կարծես պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, բայց այս անգամ եւս փորձում է իր պայմանները առաջ քաշել։ Իրանական կողմը միջնորդներին արդեն հայտնել է, որ բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա միայն այն դեպքում, երբ իր պահանջները հաշվի առնվեն։ Մինչ Թեհրանը իր կամքն է թելադրում, ԱՄՆ պատվիրակությունը փոխնախագահ Ջեյ Վենսի գլխավորությամբ արդեն ուղևորվել է Պակիստան Իրանի հետ հնարավոր բանակցությունների համար։ Այս լարվածության ֆոնին Մոսկվան փորձում է պահպանել դիվանագիտական կապը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը կարևորել են իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Ներկայիս սրացումը Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ուղղակի հետևանքն է այն ագրեսիվ գործողությունների, որոնք իրականացվում են այդ երկրի դեմ։ Մենք արդեն տեսնում ենք, որ հակամարտության հետևանքները զգացվում են նաև Լիբանանում եւ Սիրիայում։ Իսկ Պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված փակուղին միայն ավելի է սրում ընդհանուր իրավիճակը։ Լուրջ մտահոգություն կա, որ այս ճգնաժամի հետևանքները կարող են տարածվել նաև Արաբական թերակղզու, Կասպից ծովի ավազանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա, քանի որ այս տարածաշրջանները պատմականորեն փոխկապակցված են եւ անկայունությունը շատ արագ կարող է փոխանցվել մեկ կետից մյուսը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով Մերձավոր Արևելքում վիճակը ավելի է սրվել Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ Իրանագետի, Թեհրանը սա համարում է հրադադարի խախտում եւ խոսում է հնարավոր պատասխան գործողությունների մասին։ Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընթരാճ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրեջք էր կատարել Պակիստանի մայրաքաղաքում։ Իրանի արտգործնախարարի խոսնակ Բաղային հայտարարել էր, որ ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս չէր կայացրել։ Պակիստանյան աղբյուրների պնդմամբ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը եւ զուգահեռաբար կրկին խոսել իրանական կողմի հետ։ Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա։ Թեև Պակիստանում հավանական են համարում իրանական պատվիրակության ժամանումը։ Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում։ Եվ այս օրինաչափությունից զերծ չեն նաեւ Իրան-ԱՄՆ բարդագույն հարաբերությունները։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։